Ութուտը երբ եք ստուգել վերջի անգամ։ Շրջաններ եք գնացել, առևտուր արեց, այդ ժամանակ եւս ՀԴՄ չտվեցին եւ քաղաքացին բարձրաբանում էր այնտեղ, որ ինքը շաբաթը մեկ անգամ, երկու անգամ է կանգնում, այսինքն խնդիրը կա, առևտուրը մեկ երկու անգամ է անում շաբաթը եւ դրա համար կտրոն չի տրամադրում։ Հիմա այսպեսի Դե քանակը կապ չունի։ Մեխանիզմներ են մշակվելու, որտեղ Փաշինյանը այդ ժամանակ ասաց, որ մեխանիզմներ կմշակվեն, բարձրացնել չեն կարելի։ Տեսեք, մեխանիզմ ասածը նախ արդեն գոյություն ունի, այսինքն ցանկացած մարդ, որ վաճառք է իրականացնում, դա արդեն առևտուր է եւ հետեւաբար պետք է գրանցված գործունեություն ունենա, դա նշանակում է, որ պետք է ունենա նաեւ ՀԴՄ սարք, որ համապատասխան առևտուրը իրականացնելուց այդ ՀԴՄ կտրոնը գեներացնի։ Մեխանիզմների մասին ապագայի տեսանկյունից մենք հիմա քննարկում ենք օրինակ առցանց ՀԴՄ-ի համակարգ ունենալը, որ միգուցե ապագա տարիներին մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի պարզ ձևով գեներացնել այդ ՀԴՄ կտրոնը, օրինակ հեռախոսում համապատասխան ծրագիր ունենալու միջոցով եւ իր վաճառքը կապ չունի ինչ հաճախականությամբ է նա իրականացնում կազմակերպ։ Պարոն Հակոբյան, ուզում եի ճիշտել խոշոր սեփականատերերի, դե քանի որ Հայաստանում օլիգարխներ չկար, հիշեցի Նիկոլ Փաշինյանի ասածը, ստուգումներ իրականացվել են, նրանց պատկանող օբյեկտներ կլինեն, խանութներ կլինեն, օրինակ, չգիտեմ, նույն ութուտ սուպերմարկետների ցանցում ուսումնասիրություններ վերջին անգամ երբ են եղել, որովհետև օրինակ լինում է, որ բարբերաբար նաև գնումներ կատարելիս նկատում ենք, օրինակ գնապիտակը ուրիշ է, կասայում արդեն ուրիշ գին է լինում, հրապարակներ էր այդ մասին գրել նաև նույն ութուտի վերաբերյալ։ Դուք ուզում եք ընդհանրապես արձագանքեմ, թե ութուտին։ Ընդհանրապես ես նշեցի իմ պատասխաններից մեկում, որևէ մեկը եթե ռիսկ ունի, չի վերիպում մեր աչքից, այսինքն եթե ռիսկա չկա անհատական տարբերակվող մոտեցում եւ մեր մոտեցումը այնպեսին է, որ եթե ռիսկը տեսանք, ռիսկը մեր համակարգերով տեսանք, վերլուծեցինք կամ օպերատիվ տեղեկատվություն ունեցանք, գործում ենք։ Հիմա ինչ վերաբերում է ութուտին, ութուտը խոշոր ցանցերից մեկն է եւ ընդհանրապես խոշոր ցանցերի հանդեպ մենք շատ ուշադիր ենք։ Եվ այդ տվյալ կազմակերպությունն էլ այս վերջին բացարձակ որևէ կաշկանդվածություն չունենք, ավելին ասեմ, վերջերս մի խոշոր ստուգում ենք իրականացրել եւ մի քանի 100 միլիոնի հարկային, այսպես ասած, պարտավորություն է պոտենցիալ գեներացվել եւ դրա արդյունքում համապատասխան բանակցություններ են իրականացվում կազմակերպությանը, որի պարտավորությունները պատշաճ կատարվեն։ Որևէ կազմակերպություն միանգամից քրեական գործ քաղաքական ենթատեքստ չկա այդ ամեն ինչում ստուգումները, որովհետեւ մենք տեսանք անմիջապես Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ՊԵԿ-ը նրա բոլոր բիզնեսները սկսեց ստուգել եւ ինչ որ բաներ փորձեց գտնել։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա օրինակ Տաշիկ գրուպի հետ կապված դուք ինչ ստուգումներ եք իրականացնում, չկա։ Տեսեք, էլի նորից դուք բարբերաբար ինձ տանում եք այն դաշտ, որ հարցը քաղաքականացնեք, ես ասեմ հարց ստուգումներ եղել են։ Եվ ինչ է կարձանագրել։ Ասում են ստուգում են, փորձում եք ինչ-որ բաներ անպայման գտնել։ Հիմա ինչ։ Չէ, տեսեք, ոչ թե փորձում ենք ինչ-որ բաներ անպայման գտնել։ Որտեղ կա քաղաքական բացարձակ չկա այդպիսի բան։ Տեսեք, այո, տարբեր կազմակերպությունները, տարբեր խոշոր բացահայտումներ եղել են, եւ նախկինում են եղել, եւ այս անցած տարվա ընթացքում են եղել եւ կարող է շարունակել լինեն, եթե համապատասխան ռիսկերը տեսնենք։ Ես դրա համար եմ ասում, մեր մոտ որևէ կազմակերպության նկատմամբ վերահսկողություն անելու կաշկանդվածության գոյություն չունի։ Այդ թվում եւ Տաշիր հոլդինգի ուղղությամբ կամ այդ կազմակերպությունների, որոնքով այդ կազմում են։